որպես կուսակցական Ադրբեջանի նախագահը դարձյալ հայտարարում է, որ գնդակը խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի դաշտում է, նախապայմանները պիտի կատարեն, նոր պայմանագրի ստորագրվի։ Կառավարությունը պատրաստվում է սահմանադրությունը փոխելու այս գործընթացը արագացնել, որովհետև 27 թվականից այս կողմ 26-ից ներողություն, կարծես հնարավորություն չկա եւ այդ մասին քննարկումներ չի եղել։ Ես ավելացնելու բան չունեմ, քան այն ինչ մինչ այս հրապարակային հանրապետության վարչապետի եւ արտգործնախարարի կողմից ասվել է, այդ թվում հանրապետության վարչապետի կողմից հենց այս տարածքում, հենց այստեղ այն օրը, երբ ըստ էության հայտարարվեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն համաձայնեցված հաստատուղթ, որը Հայաստանը, ինչպես գիտեք, պատրաստ է ստորագրել ցանկացած բան։ Պարոն Պապյան, հավանաբար քննարկեցիք նաև ընտրությունների արդյունքները, ինչ եզրահանգման եկաք։ Չենք քննարկել այսօր այդ հարցը, այսօր քննարկվել է իրական Հայաստանի հայեցակարգի հետ կապված հարցերը եւ իրական Հայաստանի հայեցակարգը ըստ էության ներառում է բազմաթիվ ասպեկտներ, այդ թվում նաև ժողովրդավարության, այդ թվում նաև բոլորի իրավունքների մասնակցության եւ ընդհանրապես այն ամեն ինչ որ մեզ շրջապատում է, այդ ամեն ինչի հետ կապված իրական Հայաստանի հայեցակարգը ունի պատասխաններ եւ ունի նաև ամենակարևորը համարձակ հարցեր։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ կան մեր իրականության մեջ հարցեր, որոնք որ մինչև հիմա չենք համարձակվել դրանց մասին խոսել, ինչ-որ տաբուներ եւ այլն, իսկ բայց դրանք իրական Հայաստանում իրականում կան ու մեր կողմն ու մեր շրջապատում։ Եվ այս հայեցակարգը շատ լավ հնարավորություն է տալիս մեզ ամեն ինչի մասին հրապարակային խոսել եւ այս հարցն ենք հենց այսօր քննարկում։ Պապական այդուհանդերձ ընտրությունների արդյունքները համապետական ընտրություններից 1 տարի առաջ արդյոք ձեր թիմին մտահոգվելու առիթ չեն տալիս ու արդյոք կիսում եք ձեր կուսակցական գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի տեսակետը, որ թիմը այսպես առողջացման կարիք ունի։ Տեսեք, մտահոգվելու տեղիք չունենք, որովհետև մենք մեր գաղափարներից չենք շեղվել։ Իսկ մեր գաղափարները դրանք առաջին հերթին ժողովրդավարությունն է, որը ապահովվել է բացարձակապես ապահովվել է նախորդ ընտրություններում եւ մենք չենք պատրաստվում այլ եղանակով կամ այլ կերպ պայքարել այլ գաղափարների դեմ։ Եթե մեր ժողովուրդը կարծում է, որ պետք է այնուամենայնիվ ժողովրդավարությունը պաշտպանել, ուրեմն պետք է գնալ ընտրական տեղամաս եւ քվեարկել ժողովրդավարություն ժողովրդավարությանը ջատագովող ուժերի օգտին, հակառակ դեպքում այո եղել եւ լինում են դեպքեր, երբ որ ժողովրդավարական եղանակով բռնապետական ուժեր հաստում են իշխանության եւ նրանք այլևս չեն վերադարձնում ժողովրդին իշխանություն։ Ովքեր են։ Հետևաբար ես ուզում նշել, որ այստեղ շատ կարևոր հանգամանք է այն, որ ժողովրդավարությունը պետք է ինքն իրեն պաշտպանի, բայց ժողովրդավարությունը ինքն իրեն պաշտպանելու միջոցը ժողովրդավարական ընտրություններին գնալ մասնակցելն է եւ քվեարկելը ժողովրդավարությունը պահանջող ջատագովող ուժերի օգտին, որովհետեւ նորից եմ կրկնում, բազմաթիվ են աշխարհում դեպքերը, երբ որ բռնապետական ռեժիմները ժողովրդավարական եղանակով եկել են իշխանության եւ այլևս այդ իշխանությունը չեն վերադարձրել տասնամյակներով նվազագույնը չեն վերադարձրել պետության իրական տերերին ժողովրդին։ Հիմա իշխանության իրական տերերին։ Ժողովրդի կամքը ժողովրդի քվեն եւ նաեւ դուք ընտրությունների ընթացքում ԿՊ-ական ամենապասիվ մարդն եք, որին ոչ տեսել եք Հարաքարում, ոչ տեսել եք Գյումրիում, եթե չեմ սխալվում, գործուղման էիք։ Դուք շատ սխալ եք։ Ես բոլոր շաբաթ եւ կիրակի օրերը
եւ աշխատանքային ժամից դուրս բոլոր ժամանակներում ամբողջ նախընտրական կառավարության ընթացքում կամ եղել եմ Փարաքարում կամ եղել եմ Գյումրիում եւ մասնակցել եմ ակտիվ կառավարշավի, ասում եմ բոլոր առանց բացառության բոլոր շաբաթ-կիրակները եւ աշխատանքից հետո այնպես որ այդ առումով Փարաքարում եք թե Գյումրիում Գյումրիում եմ եղել ես մի շաբաթ օր եղել եմ վստահաբար Փարաքարում մեկ այլ շաբաթ օր եղել եմ Գյումրիում մեկ կիրակի վստահաբար եղել եմ Փարաքարում մեկ կիրակի վստահաբար եղել եմ Գյումրիում երկրորդ շաբաթ օրն եմ եղել այսինքն ամբողջ այս ընթացքում եղել եմ հասկանալի է որ ես գործադիր իշխանություն ներկայացնում եւ դա օրինակ ազգային ժողովի պատգամավորների դեպքում նրանց աշխատանքը նորմավորված չէ օրենքով եւ նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն եւ ես սահմանապակված եմ բայց ես իմ ամբողջ ազատ 1 րոպեն անգամ ծախսելու այնպես որ այդ առումով դուք սխալ եք Պարոն Պապյան իսկ Գյումրիում ովքեր են այդ բռնապետական ուժերը Ես այսպես չէի ուզենա կենտրոնացնել Գյումրիում ովքեր են ինչ բարքեր են տիրել տասնամյակներ շարունակ ցավոք սրտի Գյումրիում ինչպիսի խայտառակ հոլովակներ են սոցիալական ցանցերում ի հայտ գալիս որոնք ուղղակի զահրուրելի են եւ ես կարծում եմ որ իշխանությունը ժողովրդավարությունը պետք է ժողովրդավարությունը պետք է իրեն կարողանա պաշտպանել իր միակ եւ ամենահիմնական գործիքով դա ժողովրդավարական ընտրություններով գնալ եւ ժողովրդավարությունը պաշտպանելու գործիքն է եւ այլ գործիք չի կարող ժողովրդավարությունը պարզապես կիրառել եւ այս առումով ես կարծում եմ որ 26 թվականին մեր շատ սիրելի քաղաքացիները ոչ միայն ունեն գործանելու եւ վստահ եմ իրենք այդ գործը կանեն այնպես ինչպես օրինակ 21 թվականին են արել եւ գնացել են ու պաշտպանել են ժողովրդավարությունը որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը ունի այսպիսի հատկանիշ մեր ժողովուրդը երբ ուզի քաղաքացիական պայմանագրի ձեռքից կարող է իշխանությունը վերցնել վաղն էլ կարող է այդքան ակցիաներ արեցին ինչի՞ չտվեցիք այդ իշխանությունը 26 թվականին էլ կարող է վերցնել 26-ին կարող է տալ 27-ին վերցնել իսկ այ ցավոք սրտի շատ շատերի ձեռքից չի կարողացել վերցնել եւ եթե այդ մարդկանց ձեռքում հայտնվի վստահաբար չի կարողանալու վերցնել եւ ժողովուրդը դա շատ լավ հասկանում է Պարոն Պապյան Վիլեն Գաբրիելյանի վարքի հարցը ներսում քննարկել եք դուք անձամբ այդ օրը կատարվածը ինչպես կգնահատեք նրան հեռացնելու հարց կուսակցությունից քննարկվում է թե ոչ ու սա այսպես լրագրողներին կամ ընդհանրապես քաղաքացիներին թիրախավորելու առաջին դեպքը չէ մի շարք նման միջադեպեր կարող են հիշել Անդրանիկ Քոչարյանի Արթուր Հովհաննիսյան նաև ձեր մասնակցությամբ երբ սկանդալային գրառում արեցիք ես ինչ եմ վնգստացող հաճախողների գրեցիք հետո ջնջեցիք ինչ Քարավանը գնում է շունը հաճում սա արաբական եւ պարսկական գրականության լավագույն նմուշներում բազմաթիվ անգամ հիշատակվող բան է դեք եւ ընդհանրապես դարձվածքների մասով դուք լրագրողներ եք եւ ինձնից լավ երևի թե ծանոթ կլինեք Աղայանի բառարանին, ինձնից շատ լավ ծանոթ կլինեք Աճարյանի բառարանին եւ այնտեղ շատ հստակ գրված է որ դարձվածքներում հիմա ես ցածում եմ որ ես դրա հետ կապված հասեմ տալիս դες ինչ չպիտի անեի բայց կներեք ստիպված եմ մեկնաբանել դարձվածքներում արտահայտված առանձին բառերը պետք չէ հասկանալ հենց իրենց ուղիղ իմաստով այլ պետք է իմ արտահայտվածքը, ասացվածքը հասկանալ հենց այն իմաստով, ինչը որ դրա տակ կա, այսինքն այդ բառերի ամբողջության իմաստով։ Այդ առումով ես կարծում եմ, որ այդտեղ բացարձակապես վիրավորական ոչինչ չկա, ես բերել եմ հայտնի ժողովուրդներ, որոնք մի քանի հարյուրավոր միլիոն բնակչությունից կազմված ժողովուրդների գրականության, արվեստի, մշակույթի մեջ շատ տարածված խոսք, որը նաև մշակութային տարբեր արժեքներում է կիրառվում, այնպես որ այդտեղ բացարձակապես խնդիր չկա եւ կարծում եմ մեր քաղաքացիներին պետք չի մոլորեցնել Չէ, մոլորեցնելու հարց չկա, պարոն Պապյան իսկ մնացած մասերով ես նշեմ որ պարոն Գաբրիելյանը
իմ կարծիքով շատ հարգանքի արժանի որոշում է կայացրել եւ նաեւ մեկնաբանել է այդ որոշումները եւ այդտեղ ավելացնելու ոչինչ չի։ Պարոն Պապյան, իսկ իսում եք այն տեսակետը, որ ասաց ինքնի եմ մանդատս վայր դնում 2026-ին իշխանությունը փոխվելու է։ Ես գիտեք այդ ամբողջ մանի մեջ դուք դա առանցին իվա ինչը մեկնաբանել։ Դե ասում են դա է եղել, որ Փաշինյանին դուր չի եկել հատկապես նրա ասած այդ խոսքը։ Գիտեմ դուք ինչ արժեքներ եք դավանում եւ ինչ պատկերացում ունեք ժողովրդավարության մասին, բայց 26 թվականի իշխանությունը կփոխվի, չի փոխվի։ Ոչ որոշում եք դուք։ Այսինքն դուք որոշում եք, չգիտեմ, 2 միլիոն ընտրող ունենք, 1-2 միլիոն մասով։ Ես որոշում եմ 1-2 միլիոն մասով։ Դուք որոշում եք 1-2, այսինքն մեր որոշելու ազդեցությունը այդքան է։ Այդ թվում նաև պարոն Գաբրելյանը եւ այդ թվում նաև պարոն Գաբրելյանի սիրող եւ չսիրող բոլոր մեր սիրելի քաղաքացիները։ Այնպես որ դա ժողովուրդը հավաքական եղանակով կորոշի, որ կամ կփոխվի, կամ չի փոխվի եւ դա բացարձակապես կապ չի ունենա, կամ իհարկե կունենա, այսինքն 1-2 միլիոն չափով կունենա։ Ձեր չափով 1-2 միլիոն չափով ինչ չափով։ Եվ ինչքան շատ ես համախոհ ունենամ կամ ինչքան շատ դուք համախոհ ունեք, այդ համախոհության ամբողջությունը կորոշի իրականում այդ ամեն ինչը։ Մնացածը գիտեք, այդպես ցանկությունների դաշտում է, այնպես որ որը անլուրջ է։ Պարոն Պապյան, շատ կարևոր է, թե այդ ասացվածքը դուք ինչ համատեքստում էիք արել, երբ կիսվել էիք հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ հայտարարությամբ եւ դրա վերևում այդպիսի կից գրառում էիք արել, դա չի նշանակում, որ դուք թիրախավորում եք եւ անդրադառնում եք այն բնապահպաններին, որոնք տարիներ շարունակ ընդ որում ձեր թիմակից Լենան Նազարյանը եւ մյուսները պայքարել են, որ հանքը չշահագործվի։ Չէ, ոչ, չի նշանակում։